այն բոլոր խիզախ սրտերին, որոնք չեն դադարում երազել, շաբաթ օրը Ալբերտը հեքիաթ նվիրեց։ Մանկական Եվրատեսիլի յութուբյան պաշտոնական ալիքի պատմության մեջ ամենաշատ 1.3 միլիոն դիտում ունեցած Եվրատեսիլի երկրպագուների քննադատների կողմից Եվրատեսիլյան պատմության ամենախոր ու զգացմունքային գնահատված հաղթանակի արժանի երգը գրավեց 4-րդ հորիզոնականն ու միլիոնավոր մարդկանց խիզախ սրտերը։ Wow. So beautiful. Listen to the emotion of his voice. Yes! Yes, you did it, you did it! You did it! No, thank you! Armenia! Եվրոպական հեռարձակողների միության անդամ 18 երկրներից 9-ից 14 տարեկան արտիստները Թբիլիսիում մասնակցեցին մանկական Եվրատեսիլ 2025-ին։ Երկրներից 3-ը Խորվաթիան, Չեռնոգորիան եւ Ադրբեջանը վերադառնում էին մրցույթ մի քանի տարվա բացակայությունից հետո։ Աշխարհի բոլոր անկյուններից մարդիկ ժամանակ են հատկացրել մեր շոուն դիտելու համար։ Մենք ստացել ենք 188 երկրի ձայներ։ 188 countries. Wow. Այսպես 188 երկրի քաղաքացիներ գնահատել են 18 երկրի կատարողների ելույթները։ Աշխարհում 2.5 միլիոն 2024-ի համեմատ 200,000-ով ավելի մարդ այդ երեկո քվեարկել է հաղթողին որոշելու համար։ Հաղթանակը մանկական Եվրատեսիլի պատմության մեջ արդեն 4-րդ անգամ Ֆրանսիայինն էր։ 2020, 22, 23 թվականներից հետո այս տարի հաղթանակն իր երկիր տարավ 11-ամյա Լու Դելիոզը։ Երկրորդ հորիզոնականում Ուկրաինան ներկայացնող Սոֆիա Ներսեսյանն էր, երրորդում Վրաստանը ներկայացնող Անիտա Աբգարյանին, չորրորդում Հայաստանի պատվիրակ Ալբերտը։ Հայաստանը մանկական Եվրատեսիլին առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին եւ զբաղեցրել է երկրորդ տեղը Արևիկ խմբի երազանք երգով։ Դրանից հետո Հայաստանը 11 անգամ եղել է լավագույն հնգյակում, հաղթողի տիտղոսը կրել 2 անգամ։ 2010 թվականին, երբ Վլադիմիր Արզումանյանը հաղթանակ տարավ Մինսկում իր «Մամա» երգով, եւ 2021-ին, երբ Փարիզում Մալենան ներկայացրեց իր «Քամի քամի» երգը։ Իսկ գիտեք այս տարի ով է մասնակցելու Եվրատեսիլ, չգիտե։ Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնելու է Ալբերտը։ Մանկական Եվրատեսիլին մասնակցել է 12-ամյա Ալբերտի մանկության երազանքներ։ Նա, ով կյանքի ուղիղ կեսը երգում է, հասցրել է մասնակցել բազմաթիվ մրցույթների, տարեսկզբին հասնել Ֆրանսիայում կայացած մանկական The Voice-ի եզրափակիչ։ Եվ ուզում եմ դες տեղեկացնել, որ ամենաշատ ձայները դուք եք հավաքել եւ դուք եք ներկայացնել։ Մանկական Եվրատեսիլի բեմին հասնելու փորձեր Ալբերտն արել է 3 տարի շարունակ եւ արդեն իր հետ ասոցացվող պարզ կերպարով, ջերմակ հագուստով, դեղին շարֆով ու քաջ սրտով Եվրատեսիլի բեմից դիմել է բոլոր այն մարդկանց, որոնք չեն դադարել երազել։ Արուսյակ Կապուկչյան, Ռադիոլուր։